Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո նշում է 40 օրական Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառն ընթառաջը։ Տրնդես, Տյառն ընթառաջ, Տանդարեջ, Տնդալեշ, Տարինջ, Դարդարանջ, Դորոնջ, Մելետ եւ բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Տյառն ընթառաջի տոնը Տիրոջն ընթառաջ գնալու հրավեր է բոլորին։ Տյառն ընթառաջ անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ։ Համաձայն նախնյաց օրենքի ծննդաբերած կինը 40 օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր եւ օրհնություն ստանար։ Հայ առաքելական եկեղեցու հաստատած կանոնների համաձայն 8 օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար։ Քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը մաքրագործում։ Մարիամը 40 օրական Հիսուսին տանում է տաճար։ Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին։ Սուրբ Հոգով առաջնորդվելով նա ճանաչում է Փրկչին եւ ընթառաջ է գալիս Հիսուս մանուկին։ Այստեղից էլ Տիրոջն ընթառաջ արտահայտությունը։ Ըստ ժողովրդական ավանդության, Տյառն ընթառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր եւ այդ խարույկի շուրջ տոնակատարությունը։ Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից։ Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառն ընթառաջի տոնական կերակրատեսակները՝ հոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, ոված սիսեռը եւ պտտեցնում կրակի շուրջը։ Մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում երեկոյան խնջույքի համար։ Նրանք պտտվում էին խարույկի շուրջը եւ երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել։ Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսից գեստի փեշը, դա ընդհանրապես անզգուշություն է։ Իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել եւ սնոտիապաշտությամբ տառապել մինչեւ հաջորդ Տյառն ընթառաջի տոնը։ Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ։ Հետևելով ծխի ուղղությանը որոշել են տարվա բերքարատությունը։ Եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք, համարել են, որ երաշտ կլինի։ Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն։ Տրնդեսի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար։ 7 ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին, չարքերից պաշտպանելու համար, եւ նրանք պարել են այդ շրջանակի մեջ։ Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկները այժմ էլ կարող են գտնել գյուղերում, մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ փետրվարը եւ ներս հրավիրում գարուն մարտը։ Հայ եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու կրակն ունի հետևյալ խորհուրդները։ Խարույկի հուրը բորբոքելով Աստծո սիրո հուրն են խնդրում։ Հեթանոսները Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում են Աստծուն։ Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստեր ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում։ Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսի լուսավորի սրբերին եւ բարեպաշտներին, իշ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի։ Վառվող մոմերը տուն տանելը եւ եկեղեցու բակում վառվող խարույկը ըստ էության որևէ կապ չունեն մեր հերավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ։ Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե երբ է հարկավոր նշել Տյառն ընթառաջը, բացատրվում է հետևյալ կերպ։ Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո
Եկեղեցական կարգի համաձայն օրը փոխվում է, այսինքն Տյառն Ընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին, ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ արդեն մի քանի տարի է ինչ Տյառն Ընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ։ Ըստ ժողովրդական ավանդույթի Տյառն Ընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները։ Որպես կանոն խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տյառն Ընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ։ Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառն Ընդառաջն ընկալվել է որպես փեսայի աներոջ տուն այցելելու տաբուն վերցնելու հիմնական առիթ։ Նախկինում պարտադիր կարգի համաձայն նորապսակ երիտասարդները իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել, եւ տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդները իրավունք են ստացել այցելել ծնողների տուն։ Այս է պատճառը, որ Տյառն Ընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին։